Սիրելի հետևորդներ, ես եկել եմ Վայքի Ազատե գյուղը, Ազատե գյուղում մեծ միջոցառում է, նշում են Կարշմի փառատոնը, իհարկե սրանից առաջ եկեղեցու օրհնություն է եղել եւ գյուղացիները մեծ ոգևորության մեջ շուքով են ներկայացնում եւ ամեն մի երևի թաղով, տենց չգիտեմ, Լիլիթ արի այս կողմ ունեն իրենց տաղավարները, այստեղ գյուղի կանայք ներկայացնում են իրենց ձեռքերով պատրաստած աշխատանքները, ինչպես նաեւ գյուղական բերք ու բարիքը, գաթա են պատրաստել Ազատեք, քաղցր է թե աղի, քաղցր գաթա, աղի գաթա էլ ամեն ինչ ունեք մի խոսքով, ձեզ մոտ ամեն ինչ գտնվում է եւ ասեմ, որ այսօր ձեր այս կերակրատեսակի փառատոնն է Կարշմի, շատ համեղ կերակրատեսակ է, անձամբ ես էլ հավաքում եմ, պատրաստում եմ եւ շատ հավանել եմ, ով է պատրաստել ձեր Կարշմը, Էման, անցած տարի Սուսանն ու Օֆիկն էին պատրաստել, ոչ չեմ հիշում, ցանկություն կհայտնեք խոսեք, թե չէ, ինչ-որ մեկը, չէ, սուս, պատրաստել են ղափամա, Յանուշ, հոտով, բույրով, ավանդական տոլմա, դել թթուների մասին խոսք չկա, թթուների տեսակները, մանդիկի զող, շուշան, բամյա, էսբոխիա, թե սեպոյա, սեպո, մի խոսքով համեղություններ, պանիր էլի ձեր գյուղական պանիր, մի խոսքով տնական է, պետական ոչինչ չկա այստեղ, այս տաղավարի տերտիրականով է, տաղավարում էլի նույնպես գաթաներ գեղեցիկ նախշազարդերով եւ ամեն մի գաթայի վրա մեկ տառ իրար հետ վերցրած Ազատեք, այստեղ նորից չրեր, մրգեր, որոնք հաճում են Ազատեք գյուղում եւ պատրաստվել են չրեր Ազատեկի կանանց կողմից, կամպոտներ, ելակ, մի խոսքով չգիտեմ, տարբեր մրգեր, զկեր, չրեր, այստեղ չեմ կամաց դասավորում է իրա ձեռքերով պատրաստած չրեր, գաթա, երևի մեկը հաստատ աղի կլինի, մյուսը քաղցր, կգամ համտեսելու անպայման, վաճառքի, վերնաշապիկ, ինչ ասեմ, տենց իրանք են էլի պատրաստել, երեխեք լավ եք, էդ ինչ եք նայում, ես այստեղ էլի նկատեցի խնոցին, որ հին ժամանակներում գյուղացիները կարակ են հարել, կարակ են ստացել, թանը հարել են ծծում խնոցի, այդպես ենք ասել, Երկանքը, որը ավաղ հիմա այս բոլորը մոռացվել է, բայց հին ժամանակներում ցորենը աղացել ալյուր են ստացել, փոխինձ, կճուճ կարասներ եւ այստեղ կճուճ, որի մեջ օջախի վրա հավեսին ճաշեր են պատրաստել, ինչու՞ չէ նաեւ սրա մեջ պատրաստել են ավանդական Կարշմով ճաշը, կերակրատեսակ, իսկ սա բուրդ մանելու գործիք է, ինչքան հնություններ կան, չէ Լիլիթ, ինչքան հնություններ, այստեղ սայլով էլի գեղեցիկ դիզայն, ավանակ է, ձիուկ է, ինչ է, սայլը տանում է լի առատ մրգերով առատ, թող միշտ առատություն լինի մեր գյուղերում, Մարգոտոտա, բարև ձեզ, այստեղ մեղրի տակար եւ արջն էլ ոնց որ թե պահպանում է, բայց դե արջին ամանաթան են մեղր, անհնար է պահպանի, արջը մեղր շատ է սիրում, հաստատ ուտելու է, այս կողմի վրա կանայք ինչ են պատրաստում, ինչ են թխում, ավանդական, բարև ձեզ, բարև ձեզ, ես ինչ լավ բան եք սարքում, անցած տարի էլ եք չէ թխում դուք, կհամտեսենք ձեր ժինգյալով հացից,
Ալով մարդիկ շատանում են, հյուրերը շատանում են, հիմնականում Ազատե գյուղի բնակիչներ են եւ այն մարդիկ, ովքեր չեն ապրում Ազատե գյուղում, բայց իրենց ծննդավայրն է, առիթ է, հանդիսահառիթ է, որ գան իրենց գյուղում շրջեն, տեսնեն։ Դա մի մարդը դերը թող տեսնես։ Հա, գնանք բերի։ Կտորին, հասախտին։ Կտորին։ Հա։ Էս ինչ կանաչիներով է ժանգյալով հացը։ Նարե։ Հա, ամեն տեսակի կանաչի։ Նարե։ Արի։ Սա հյուրասիրություն է, թե վաճառք։ Հյուրասիրությունն է լինելու վաճառքն է։ Հա։ Լինելու համը։ Էլի տա, անգեք ծերապրանք տա։ Գնանք հաջորդ սեղանի մոտ, արի տեսնենք այստեղ ինչ է։ Այստեղ ինչ են անում, այստեղ, հայկական ավանդական ավելուկ, բարև ձեզ, ավելուկ, համով, սոխով, սոխն ու եղը տեղը լինի, համը տեղը կլինի, չէ։ Ահա, սեղաններ։ Ահա, չրեր, ավելուկ։ Օ, այս մարաժոյի թթունով ա դրել։ Ժողովուրդ, այս մարաժոյի թթունով ա դրել։ Այս որտեղից եք հավաքել։ Ինչ կա Ազատեքի բերքը բարիք։ Հա, ես էլ եմ գալի ձեր գյուղից մարաժո տանում։ Ուրեմն լավ է դիմանակ։ Լավ նկատի, որ ես քո փոթում նայեմ։ Հա, իմ հետևորդներն եք։ Նկարի լավ։ Բա այքում ասել մի հատ բլոգեր կա, չէ՞։ Հա, Քանակից ենք հետևում։ հա, շատ ուրախ եմ։ Ուզում եմ ձեր բաղջի տեղն իմանամ, որ կողմ։ Արի տանեմ։ Շատ հաճի։ Էս մեր բանն է։ Մի րոպե, ան սենց պայի խոսա էլի, ուրիշ բլա, ներկայացրեք, Ես չեմ արել։ խոսեք, ով է սարքել, հտու բանջարն է, էսի քյալագյոշա, Մեր գյուղի բանը, գյուղացիներն են։ չորաթանով, Հա, Անկուր չորաթանով։ Համես ջան, ներկացուր ոնց են անում։ Էդ ինչու է։ Չորաթանը ոնց են սարքում։ Դե չորաթանը տրորում է։ Սկզբից, հետո սոխարակը սոխը, յուղը գաղրումայով է, կամ յուղով է սարքում։ Ես իմ հետո առանձին անում է, խառնում են իրա։ հա մի քիչ սիրու ներկայացրու, ես գիտեմ ոնց է սարքում, Ես թվում է այս սեղանի վրա հյուրասիրություն են անելու, ամանները դրված է, ավանդական կարշմը մատուցելու համար։ Արդեն կաթսաներով էփել են, ահա, օջախի վրա, մատաղ են սրանք։ Սրանք մատաղ։ Մի հատ բացի տեսնեմ։ Օй, մատաղ, ընդունելի մատաղ լինի։ Թող մեր ժողովրդին առողջություն լինի։ Սա էլ կարշմ, հա? Կարշմն է։ Դուք եք պատրաստել։ Հարիսան, օй, հարիսա։ Ես եմ պատրաստել։ Հա։ Տակելա։ Էս մատաղը բար։ Այսքանից որ փորձի մարդ ստամոքսի խանգարում կստանա, բայց դե համեղ ուտելիքներ են։ Բլոգեր։ Լրագրող։ Էս ինչա։ Էլի կարշմ։ Օ, ես իշքան եք էփել, լիուբոլ։ Դե մեր հայ ժողովուրդը։ Հա։ Ահա։ Մարդիկ պիտի հավատան ինչեր են։ Այո, նկարել եմ։ Այո, թող միշտ լիություն լինի ձեր գյուղում, միշտ հյուրասեր լինեք։ Ես ձեր գյուղը շատ եմ սիրում, գալիս եմ։ Ինքան անգեղծ է։ Տատ, անեսի պահի, ան,
Ինչի, որ ձենդ լսվի։ Լավ։ Որ մեկ նկարենք գցենք իմանան։ Եվ մոտենանք այս տաղավարին։ Հա, նկարում եմ, հենց մուզիկան նվանալում նկարում եմ։ Տեսնենք այստեղ ինչա, ինչեր են պատրաստել, ինչեր են սարքել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք էլ ներկայացնում եք ձեր տաղավարը, ովքեր են պատրաստել։ Ձեր մամաները։ Հա? Խոսացեք։ Դա մեր այգու վերքնա ու ջրերն է։ Այս այգու, հա, դպրոցի բակում խնձորի այգի կա եւ այդ խնձորները հավաքում են, ջրեր են պատրաստում, սալոր է, բնական ջրեր, չէ, առանց շաքարի է սալորը, սա իհարկե արդեն շաքարով ջրեր, մասուր, խնձոր։ Զանգում էր, զանգում։ Ոչինչ, Լիլիթ։ Այս ինչ համով բան եք թխել։ Հյուրասիրություն։ Հա։ Հյուրասիրվեք։ Իսկ սա աղի է։ Էլի հյուրասիրություն է, բայց շատ հաղթեր է։ Կհյուրասիրվեմ անպայման, ապրեք։ Այդտեղ մի հետաքրքիր տաղավար է։ Ձեր անունը կասեք։ Սոնա։ Տիկին Սոնան իր աշխատանքներն է ներկայացնում, ջրեր, լավաշներ, թթու շլոր, չէ՞։ Բնական ջրեր, ծիրանի ջիր, տանձի ջիր, սա են որ մենք ասում ենք գոյան, չէ՞, սև սալոր եւ կարշմ։ Այս կարշմի կերակրատեսակի փառատոնն է այսօր։ Ոյ կներեք, Լիլիթ դու ես։ Ուրեմն ասեմ, որ այս ջրերը պատրաստվում է Տիկին Սոնայի ձեռքով, Ազատե գյուղում եւ վաճառքի, ովքեր ուզում են կարող են իմ անձնական էջին գրել կամ իմ վայքում, իմ մեկնաբանություններում կարող եք գրել, ես կկապնվեմ Տիկին Սոնայի հետ, համարը կտամ, դուք էլ կարող եք գնել։ Օրգանիկ են բոլորը, մեր տարածաշրջանում, Վայոց ձորում համարյա բոլոր մրգերը, մի խոսքով բանջարները օրգանիկ են, չէ՞։ Ոչ սիլիտրա, ոչ մի բան, ոչ թունաքիմիկատ, ամբողջը։ Այո։ Դե լավ մնացեք, առողջություն, ձեր գործերին հաջողություն։ Ահա, բերքի տոն, գյուղական կյանք եւ ավանդույթներ։ Վերնա շապիկ։ Պահպանի է, որտի համարվիսաս և ամենայն ժողովուրդս և կումս և ընտանեկան հարվստոցը և դպրոցս այս զովարյա սուտ և պատվագավ հաչիկովի խաղաղության։ Գրգյա, ազատյա, երևելի աներևույթ շտաբիներից, արժանավորյա գորությամբ խառնավորելս կեզ, որ սրբով խույտ ապնի։ Ասված օրդի բոլորին, սիրելի բարեկամներ, ձեր ընտանիքները, ուշ կարողություն շատ եկեղեցին օրտնեցի դրուբազակի 57-րդ ամյակի և կարշմի փառատոնի հարգելի մասնակիցներ, սրտած ողջունում և շնորհավորում եմ բոլորին։ Այսօր արդեն ավանդույթ դարձած կարշմի փառատոնին մենք ուզում ենք այս միջոցառմամբ ներկայացնել մեր սիրելի գյուղացիներին, կարևորել գյուղացու դերը մեր պետության զարգացման գործում։ Այսօր հավաքվել ենք միասին, որպեսզի կարողանանք ծանոթանալ մեր ավանդական ճաշատեսակներին։ Մեր գյուղում այսօր մեծ տոն է։ Տոն է, քանի որ երկար ժամանակ դադարից հետո այսօր նաև օրհնության արարողություն եղավ մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Տոն է, որովհետև մեր գյուղացիները այսօր սիրով ներկայացնում են մեր ավանդական ճաշատեսակները և նաև առաջարկում են իրենց հյուրասիրությունը։ Այնպես որ բոլորին շնորհավորում եմ, մաղթում եմ, որ կարողանանք միասին լինել հյուրասեր, հյուրասիրվել և լավ տրամադրություն ունենանք, տոնենք մեր սիրելի Ազատեկի տոնը։ Ապրեք հիմա մեր սիրելի աշակերտները իրենց գեղարվեստական ղեկավարի հետ միասին սկսեն մեր միջոցառման նախաբանը, միջոցառման, որը կոչվում է
Աշունյան սրտի խոսքը եւ որից հետո մենք շարունակենք մեր տաղավարներով շրջայցը։ Շնորհակալություն։ Նորից եկա արդեն։ Ժանգյալով հացի պատրաստման արարողություն։ Փեջի վառարանի վրա։ Հա, հա։ Դու Ղարաբաղից եք, ուրեմն այդ հացը համով է լինելու, ձեր ոնց որ ասած ավանդական ժանգյալով հացն է։ Ժինգելավ հացը, ժինգելավ հացը։ Ոյ։ Անի դա մի րոպե մի տեսա։ Անիտա։ Քանի տեսակի կանաչիներ է, 7, 10, 17, հա։ Պաստախանյա կրել են չտանել։ Ես եկա նկարելու։ Այս դրա վրա կարաս։ Այս արաբացիա վեց։ Դե կարամ ոչի չէ, դիտի 10-ից հետո բան կա։ Հերթ է, հա, հերթը խեղդում է։ Ես դվասը։ Խոսք են տվել հյուրասիրեն։ Ինձ էլ էին խոստով է ասած։ Նարան գիտես ինչ, չես կարող։ Հեպի ինձ։ Հերթ եմ կանգնել, հերթ, ենքան համով է, որ թխածը չի մնում, կանգնեմ այստեղ, որ հա, ճիշտն ասած, ես առաջի անգամ եմ ուտելու Ղարաբաղի ժանգյալով հացը։ Գինի էլ կա, կարակ համ տեսեք։ Կհամ տեսեմ, անպայման։ Փախլավան են իմ երբ կազնա։ Սա ինչ, շնորհակալություն հյուրասիրության համար, Աստված ձեզ օրհնի։ Բարև։ Ջան։ Կեր արևես։ Արի մի քիչ ես կապ նստել։ Կա դնեմ, Նստեք։ կանի դնեմ այստեղ։ Բարձր է, դե ո՞նց ես նստող։ Ստեղ նստե, հանգիստ նստեք։ Այս ձողին հանկարծ չկպնեք։ Ահա, եւ ինձ էլ Ղարաբաղի այդ ավանդական ժանգյալով հացը հյուրասիրեցին, տակ։ Ախ ենքան մեծ է, որտեղից ուտի։ Շատ ասի։ Շատ համով է։ Մենանայ տայնաս ապրես, շատ համով է։ Ապրես, շատ համով։ Շատ համով է, ապրեք։ Սրելի հետևորդներ դուք էլ չմոռանաք, բաժանորդագրվեք ու լայքեք իմ ալիքին, տարածեք, որպեսզի ես էլ ներկայացնեմ մեր ավանդական, մեր գյուղերը, մեր ավանդական կերակուրները։ Լիլ կուտես նայեմ, այն ուստի, ժանգյալով հացա։ Ինչ, որտեղ կա գնամ վերցնեմ տամ, որտեղ ես տեսել։ Արես կոմ կամերայնը։ Բան չեմ անում։ Ես այդ համիմանա։ Ես գնացա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, Զուլալ, հա, ապրանքանիշն է։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այս տաղավարում ինձ հետաքրքրեց, մի հետաքրքիր չգիտեմ տարաներով ինչ էր, մոտեցա հարց ու փորձով Զուլալ ապրանքանիշն է եւ անձամբ պատրաստողը, հա,
դուք եք չէ պատրաստում։ Հիմնադիրներն Հիմնադիրներ։ տեխնոլոգիայի հեղինակը։ Ուզեմ մի փոքր ներկայացնեք։ Ինչ է իրենից ներկայացնում մոտիկ պահի։ 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում ենք Զուլալ ագրո ապրանքանիշը։ Հիմնական ուղղությունները օրգանական, կենսաբանական, բնական պարարտանյութերի, կենսաբանական բույսրություն է։ Ամբողջ հումքը հենց գիտական է, ինչու, որովհետև ինքս մասնագիտությամբ իմունոլոգ եմ եւ բերել եմ այս ոլորտ նորամուծություն։ Հեղինակն եմ նյութերի, որոնց ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնական նպատակը հեղափոխել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը, այն իրականությունը, որ եղել է տանգավոր նյութերի, գյուղմշակության, մենտալիտետի, գաղափարի։ Ոնց հասկացա իրենք օրգանիկ պարարտանյութեր են։ Եվ արժեքներն էլ եթե խնդիր չի, կարող եք նշել։ Չէ, խնդիր չի։ Հիմնականում նպատակը Ռուսաստանի Դաշնությունից հետո Հայաստանում հիմնել արտադրությունը հենց եղել է այն, որ ավելի մատչելի գնով կարողանանք սպառողին մատակարարել ապրանքը։ Դիցուք, եթե ինչ-որ հեկտարի հաշվով X ծախս են կատարում մարդիկ ոլորտում, ինչ-որ մշակություն ունենալու համար, մեզ հետ մոտավորապես 30-35% կարողանում են նվազեցնել ծախսերը։ Այսինքն մոտավոր այդ տեսակարարկշռով շատ ավելի մատչելի են մեր ապրանքատեսականները եւ արդյունավետ, քանի որ ի տարբերություն սինթետիկ նյութերի, հանքային նյութերի, քիմիկատների, մեր պարարտանյութերի յուրացման մակարդակը 95% է։ Իսկ ոնց են օգտագործում, ինչպես են օգտագործում, օրինակ սա 1 լիտր է, երևի չէ, 1 լիտր օգտագործման ձև է։ Օրինակ, եթե դիտարկենք այս ապրանքատեսականին, այս ապրանքատեսակը նախատեսված է ինչպես արմատային, այնպես էլ տերևային սնուցման նպատակով։ Արմատային սնուցման համար, այո, արմատային սնուցման համար 1 լիտր տարան օգտագործում ենք 1000 քառակուսի մետր մակերեսի համար, իսկ արտարմատային տերևային ցողման ժամանակ 1 լիտրը մենք նոսրացնում ենք 500 լիտր մինչև ջրով։ Այսինքն բավականին ինքը Իսկ Հայաստանում, հա, պարզ է, իսկ Վայոց ձորում կա, Այո, խաղողագործության, մենք ունենք տնտեսվարողներ, ովքեր օգտվում են տարիներ շարունակ խաղողագործության եւ ավանդական այգիների լուծման համար, այդտեղ օգտագործում են ինչպես տվյալ պարարտանյութը, այնպես էլ կենսաբանական ինսեկտոֆունգիցիդներ, սրանք ինովացիոն գյուղատնտեսության մեջ նորամուծություն հանդիսացող նյութեր են, որոնք միջատասպան եւ սնկասպան են միաժամանակ։ Ես անձամբ ունեմ հողամաս, ինձ հետաքրքրեց, երևի կօգտվեմ, որ շուտ իմանա ես տարի իմ պղպեղները չերչորանա։ Մեծ սիրով միշտ պատրաստ ենք։ Եղավ հաջողություն ձեր գործերին, այնպես որ սիրելի հետևորդներ, Վայոց ձորի բնակիչներ, օգտվեք Զուլալ ապրանքանիշից, քանի որ այդ օրգանական է։ Որի նպատակը մեր ավանդական ճաշատեսակները ճանաչելի դարձնելն է։ Այդ մտահղացումը 5 տարի առաջ իրականացրել ենք ես ու Ղազարյան Հասմիկը, որի գաղափարի առաջարկով մենք ծնունդ դրեցինք մեր այսօրվա Կարշեմի փառատոնին, որը հուսով եմ մեր շատ հարգարժան եւ սիրելի ազատեկցիները կդարձնեն ավանդույթ։ Այս գործընթացի ամենակարևոր մասնակիցները եւ ներդրում ունեցողները մեր դպրոցի սիրելի ծնողներն են։ Արվեստի դպրոցի սաներին ազատեկում ավանդույթ դարձած աշնան տոնին գեղեցիկ երաժշտական համարներով Նորենցին երկելի է, չէ՞։ Հա։ Վերջ, վերջ։ Լիլ։ Բեկեր։ Հա։ Կեր։ Շնորհակալություն հայտնենք Հակոբ Ղազարյանին, Կարշեմի փառատոնի գաղափարը ծնունդ դարձնելու համար։ Շնորհակալ եմ ձեզ, Ղազարյան։ Ահա։
ուզում եք, Լավ, ես իմիշ չեղակ, հա, Ազատեր գյուղի բնակչուհիները, իմ հետևորդուհիները։ Ես դեպ եկել է ես խնձորը հարցնեի, տեսնեի ինչքան է։ Երեխեք, ես խնձորը ինչ արժի։ Խնձորը 1 կիլոն 500 դրամ։ Լավ, վերջում կվերցնենք։ Եվ այստեղ գյուղի կանայք ինձ կարշում են հյուրասիրում։ Ահա։ Ինչ կլեցնեք, հա։ Բեռնի, այլերտաներ եմ։ Քիչ։ Լավ, всё, լավա։ Հա։ Նենց որ դե բարև, կարաս բարևներ անես ձեր հորեղբոր տղային։ Չէ, հիմա դե Ահա։ չեմ անի։ Եմ գրածի մեջ կա։ Հա, ձեր գրածի մեջ, ահա։ Եվ ես էլ փորձում եմ ավանդական մեր կարշումը։ Ես բլե ժողը տետերնի կատ։ Ասեմ, որ շատ համով է, կույզով են էփում, կաթով, ես կաթով է, թե շատ համով է, ու ասեմ էլի ծանր կերակրատեսակ է։ Ինչ ասաց խաչիկը։ Մատաղը եւ բոլորը բաժանվում է, դե մատաղը հյուրասիրություն է։ Ձեզ չեմ նկարում, արխայ։ Հյուրասիրություն է մատաղը, ընդունելի մատաղ լինի։ Ռուզան, էսի լցրու, ձեր չեմ։ Այ, Amanları tük karşıma şu pislikleri tut. կանեքստիները հարցրու։ Ահա եւ միջոցառումը երկեցին, բարեցին, ուրախացան եւ հիմա էլ հյուրասիրություն է։ Այս ճաշատ հա դեռ կշարունակվի, բայց մի պա դադար այս հյուրասիրություն կարշմի ճաշ։ Փակվեց։ Մամայիդ ենքան եմ նկարել, շատ։ Մամայիդ շատ եմ նկարել։ Ջրաջան աշխատում է, բոլորին հյուրասիրում է։ Լսին։ Մի մեծը տու։ Լսին։ Խառնվել են իրար, խառնվել են մեծ ոգևորությամբ, փորձում են ամեն կերպ լավ անցնի միջոցառումը, հյուրասեր ժողովուրդ են, մեր հայ ազգը ընդհանրապես, հյուրասեր ժողովուրդ։ Դուք եք պատրաստել Տիկին Սուսաննա, ոնցած տարել եք սարքել շատ համով են, սա ոնց որ կաթով տարբերակը չի։ Մասայական ճաշա պատրաստում չի կարելի Կթթվի, Եվ մատաղն էլ հյուրասիրություն, ընդունելի մատաղ լինի, բոլորի նպատակները ով ինչ ուխտ ունի, թող կատարվի։ Ազատե գյուղի դպրոցի այգում կամ օրգանիկ խնձորի այգի ոռոգման համակարգով կարկտապաշտպանով եւ այս խնձորը չրեր են սարքում, օգտագործում գյուղի բարօրության համար։
Ուրեմն սիրելի հետևորդներ, մի պահ լռություն է, այն ժողովուրդը արդեն բոլորը իրար է ծանոթացել, մտերմացել, կերել, խմել, ճաշակել են ավանդական կարշումը ու մեղմիկ զրուցում են, քեֆ ուրախություն է տիրում այստեղ։ Հարց եմ տալի քեզ, Լիլիթ, հավանեցիր գյուղը, հա? Չես հավանել։ Ինչ հետաքրքիր։ Հին կճուճ։ Սրամը չերևի ճաշ են եփել է։ Այս սրանից է մանգալի, որ ունենամ օջախի վրա շորվա պատրաստեմ։ Լավա ձեր գործերը։ Այս կճուճի մեջ երևի ճաշ են, հա, պատրաստել։ Ժամանակի մի գուցե սպասում է։ Շնորհակալություն։ Բա կերան խմեցին, հյուրասիրեցիք, ամբողջը։ Չէ, ինչքան ժողովուրդ հյուրասիրվեց, ինչքան հյուրասեր են ազատեկցիները, առհասարակ մեր հայ ժողովուրդը հյուրասեր, էլ խաշլամա, էլ ճաշապեսակ ու ամբողջը այսպիսի մեծ կաթսաներով, որ բոլորն էլ ճաշակեն, ուտեն, ոչ մեկն է դժգոհ չգնա այս գյուղից, մանավանդ հյուրերը լավ տպավորություն ունենան գյուղի մասին։ Սա էլ ազատեկի մրգերը, ինչ մեծ են, ինչ լավն են, գոլդեն, դեմուրճյան, չէ, սերկեֆիլ, գամբուլը, այո, որը ու շահաս է, իսկ սա տանձ, խոսքով համեղ մրգեր, որից կուզես։ Հյուրասիրեցիք, ջրաջան աշխատեցիք, մի ամբողջ ժողովուրդ գոհ մնաց ձեզանից, ինչպես նաև ես գոհ մնացի, շատ ապրեք, գոհ եմ ձեզանից։ Նազեր ջան, հարցը խորոտ նկարի։ Որը։ Էդի քուրնա է, հարցը։ Նկարել եմ։ Հույսա է սել աշիկ։ Ամբողջ օրը նկարել եմ բոլորին։ Նկարի քիչ տելևիզոր մեջ թող։ Հե։ Նկարի։ Նկարել եմ, բա։ Էպոտ խոլիկն։ Գիտեմ, նկարել եմ, գցել եմ, հա, բա։ Ապրեք դուք, շատ լավ մարդիկ եք, շատ լավ ժողովուրդ, գոհ եմ։ Մեր ժողովուրդի իրոք մեր ժողովուրդը։ Հա, ես ես Շուշուտ եմ գալի ձեր գյուղ, գնում եմ Անուշ Տոտայենց տուն, իրանց տուն եմ գնում, սիրում եմ այս Համեցի գյուղը։ մեր տունն է, Որտեղ այ մի օր գալու եմ ձեր տուն։ մեր տունը վերևն է, Հա։ Բամ, այնտեղ փոխուձոր էին ասում, չէ՞ կա։ Հա։ Երկողնով է։ Այնքան լավ անցավ այսօրի մորը, դեռ հյուրասիրությունը շարունակվում է, ճանգյալով հաց անվերջ թխում են ու թխում, թխածներ չի մնում, այսպես շատ լավ անցավ, իրոք գոհ եմ, այսենց կիրակի մարդ պետք է ունենա, որ գա, հանգստանա, հաճելի օր անցկացնի։ Ահա, գյուղի կանայք, ովքեր մեծ ջանք են ներդրել այս միջոցառման մեջ,
մի լավ աշխատեցին, հոգնել են, իհարկե տարածքն էլ տեսեք, մաքրել են, սիրուն, ակուրատնի ու նստել են, հալալ լինի ձեզ, ձեր թևերին ուժու եռանդ, միշտ առողջ լինեք։ Պես աղջնակին է ամեն օր տենում եմ տրանսպորտի մեջ։ Հա, չէ, հե? Ինքնայեռ։ Երեք ես Արփի գյուղում ինքնայեռ նկարեցի, բայց այս ինքնայեռը ավելի հին է, իր գույնով, ոճով ավելի հին ինքնայեռ է և օй հետաքրքիր, Լիլիթ ո՞տ ես, հետաքրքիր է շատ։ Ձերքերը հինավուրցու նոր ձերքերը, հա? Այս ինքնայեռը շատ հին է, չէ? Բարի ողջուններս, սիրելի ազատեկցիներ։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, Աստծո օրհնանք բոլոր հայրենիքներից անպակաս լինի։ Շատ եք սպասել։ Ներողամտություն եմ հայցում ուշանալու համար, ես երկրորդ միջոցառումն է այսօր ժողովուրդ ջան, որ հասցնում եմ։ Եկեք միասին ուրախանանք և ուրախացնենք մեր հայ ժողովրդին։ Սիրելի հետևորդներ, տորտն էլ կտրեցին, Ազատեք գյուղի տոնակատարությունը նվիրված և գրված է շնորհավոր Ազատեք։ Երեխաները անհամբեր սպասում են ճաշակելու այդ հրաշքամեղ տորթը։ Ահա, քաղցր սիրողները բնականաբար երեխաներն են, ովքեր հերթ են կանգնել մեծից փոքր համտեսելու քաղցր տորթը։ Չգիտեմ տորթը ով է թխել, գյուղացի կանայք են թխել, թե պատվիրել են, համենայն դեպս տորթ ասելով հասկանում ենք ամեն ինչ։ Վերջում ինչ արարողություն լինում է, պարտադիր պետք է տորթի արարողությունը լինի։ Եվ ես էլ արդեն ուզում եմ հրաժեշտ տալ Ազատեք գյուղին, շատ շնորհակալ եմ, իմ ժամանակը շատ լավ անցավ, ուրախ եմ շատ և ուզում եմ գնամ Լիլիթին էլ գտնեմ այս բազմության միջից, տեսնեմ ուր է Լիլիթը ու գնամ տուն։ Չնայած հիմա ամեն ինչ հեշտացել է, գտա Լիլիթին, նստել է այն տաղավարում և ինձ է սպասում, որովհետև ասում է արդեն հոգնել է, Լիլիթը ուզում է, որ գնանք տուն, հա Լիլիթ, Էմուլիկի հետ ես, Էմայի հետ այստեղ նստած, ես ինչ սիրուն գավաթներ են, կայծից գինու բաժակներ, արդեն երաշտության ձայնը կտրվել է և ես հանգիստ խոսում եմ, ճիշտ է մի քիչ ճանճերը համահանում եմ, բայց դե ոչինչ, հե, հա, չի արի, ասում էր գնանք, արի գնանք, որ ինձ լսես ոտքով կգնանք, տուն, ուր, արի, չգիտեմ, ես երևի միտեղ կա հյուր մտնեմ, անպայման ինչքան գալիս եմ Ազատեք, ոչ թե ինչքան գալիս եմ, հենց հատուկ գալիս եմ Անուշ տոտայից տուն, Լիլիթիս հետ գնամ այնտեղ ու գնամ տուն, այսպես, այսքան է, ու պատկերացրեք բոլոր տաղավարներն էլ ազատվեց, հյուրասիրությունը այդքան մեծ էր, ինչքան հյուրասեր են Ազատեկի բնակիչները, լավ մնացեք, ստեսություն, հաջող, լավ մնացեք, ապրեք որ եկաք, իմ աղջիկը։ Ես շատ էի։ կանգնի,
Ես էլ իմ փոքրիկ հետևորդին Ազադեկից։ Արել։ Արել այնք, նկարվել այն մետ։ Դու քեզ պես։ Մի 10,000 կավել ասել։ Շատ լավ էր, ապրեք, շատ հյուրասերեք, միշտ տենց հյուրասերել մնաք։ Շնորհակալ եք, բարով եք։ Գնացինք։ Հա։ Հա։ Կարևորը ուտելիքները չի, կարևորը սեղանի պարունակությունը չի, կարևորը մարդու սիրտը մեծ լինի։ Լավ արի գնացինք մարդու։ Հա, դե հաջողություն։ Ահա, գնացինք։ Գնացինք ես։ Ասեմ, որ միջոցառում պրոցի բակում էր ու ես էլ ճանապարհը հիշում եմ, հատել Անուշ տոտայից տեսնեմ ու գնամ տուն։ Հիմա ոնց կգնամ, ինչ կանեմ, հիշում եմ ճանապարհը, այնպես որ չեմ կորի, եթե Լիլիթը ինձ լսի, ոտքով կգնայինք, տենց ճանապարհորդելով, բայց դե մեկա տաքսի կկանչենք, կգնանք։ Բայց դե գնամ Անուշ տոտայից տուն ու նոր կգնանք, շատ հաճելի օր անցկացրեցինք, հավեսին։ Սենց, հա, Լիլիթն ասում է, ոնց են գնում, դե ես ճանապարհները անգիր գիտեմ, գնամ Անուշ տոտայից տուն, մի հատ տեսնեմ, ոնց են, ինչ կա, չկա, քեֆ, հալ, ասեմ, որ վաղուց չեմ եկել իրանց տուն, ու գնամ, մի հատ էս գյուղի փողոցներով էլ ման գամ, հավեսին հետաքրքիր ու գնամ։ Մամ, այդ կմաքրվի։ Ինչը։ Հա, բա ինչ կանի։ Կոֆեի հետ քարվի։ Բարև ձեզ, կանցնի չի մնա։ Այսօր շատ մարդաշատ էր Ազադեկ գյուղը, Ազադեկ։ Եվ մի օր չեմ ասել, թե ինչու է գյուղը կոչվել Ազադեկ։ Ես գյուղացիներից եմ հարց ու փորձ արել, ուրեմն հետևյալն է եղել պատմությունը, որ մարդիկ, ովքեր եկել են բնակվելու այս տարածքում, մի լավ տեղ են ման եկել եւ գտել են ինչ-որ մի ազատ տեղ եւ այդ ու իրար կանչել են այսպես տարածել են, որ այստեղ ազատ տեղ կա ու այդ անվանումից էլ դրանից էլ առաջացել է Ազատեկ գյուղը, Ահա, ինձ համենայն դեպս այդպես են ասել, այդպես գալիս եմ։ Այս է երկիր, հա, գալիս եմ, այս է երկիրակի օրը լիովին տենց լիցքաթափված, հանգստացած է, որ գյուղ եմ եկել, գյուղ, այն էլ իմ սիրած գյուղերից մեկը Ազադեկը, գյուղ եմ եկել, իրակից լավ անցավ, վաղը տենց թարմը լիցքավորված մեծ ուժերով կգնամ գործի, ասեմ, որ այս ամսվա մեջ շատ միջոցառումներ կան մեր մարզում, շատ միջոցառումներ, տեսնեմ, կհասցնեմ, կկարողանամ գնալ, ինչի չեմ հասցնում, որովհետև դե ասել եմ աշխատանքի եմ լինում, ամեն անգամ չեմ կարողանում գնալ, դա է խնդիրը, դե չէ, գնալը խնդիր չէ, ուղղակի աշխատանքս է ինձ խանգարում և իջնում եմ ներքև ինձ հարազատ մարդկանց տուն, ես ինչ շոքա գյուղում, որ չես ասի հոկտեմբերի, քանիսն է կեսերն ենք ասել հոկտեմբերի, բայց այսքան տաք է գյուղում, շոգ, կրակ, տաք, ջերմ։ Լիլիթ, էշուկ, զարմացա, էլ արի տեսնենք ես ինչ,
Իշուկ, ասենց սպիտակ գույնի, այն էլ սպիտակ իշուկ։ Ես ուզում եմ մի հատ մոտենալ իշուկին։ Տալվիա ինձ թրցնի։ Չէ, սպասի, ես պիտի գնամ իշուկի մոտ։ Հե, պահի վրաս։ Անկարծ ինձ չխփի։ Ու չխփես, ես չեմ ուզում, այ իշուկի մեջքին էդ ինչ վերք կա։ Ով է քեզ նեղացրել, նայ, լես է տենց, խոտ էլ չկա։ Այ որ խոտի տեղ իմանա, կբերեի։ Համ ծառավ ես, համ սոված ես, ոնց որ թե սոված ու ծառավ է իշուկը։ Մեղքս եկա, մի բան է դու ասա։ Ինչ ես այդքան տխուր։ Տխուր է, չէ, տխուր, ես ինչքան եկել եմ նկատել եմ, որ այս իշուկը շատ տխուր է, տխուր, տխուր, տխուր։ Իշուկ, կեղտոտ չի, ինչն է, մոտի կարի, ինչն է կեղտոտ։ Ուղղակի մեջքին վերք կա, ով է այս էշիտերը, բուժեք վերքերը, հա, բուժեք վերքերը։ Էսում էշն է, երեխեք։ Հա, վայ էկոն, նա։ Ահա, մեջքին վերք կա, խեղճի։ Ով է տերը, մի բան կսեք, թող այսպես չմնա, ճանճերը կնստեմ վրան։ Եվ իշուկն էլ դրա համար է տխուր, ես պատճառը իմացա, դրա համար տխուր է, թե չէ տեղը հով, ծառերի տակ, խոտը կա, բայց դե վերքն է պատճառը, չէ, վերքն է պատճառը, վախենալու չի, Լիլիթն ասում է մամա իշուկի սիրեցիր, վրայիցդ էշի հոտ է գալի, հա Լիլիթ, դե ինչ անենք, ես էլ կենթանիներն էլ գյուղն էլ իմ թուլությունն է, ինչ հոտ ուզում է գա վրայիցս, թող կողքիներս մտածեն, օրինակ Լիլիթը մտածում է, որ իմ վրայից հոտ է գալի, պոպոկներ թափ տալու ժամանակն է, ավեսին, ահա, ամբողջ ընկույզներ, ավան մեկին վլոգները մեծ սիրով դիտում եք և լայք եք, բաժանորդագրվեք ու լայքեք և ինչ եմ ուզում խնդրել, մեր Վայոց ձորի գյուղացիները, մեր Վայոց ձորի իմ հետևորդուհիներ, ով հետևորդուհիներ, խոսքս դիմում եմ ձեզ, որ գյուղում որ ապրում եք, եթե կցանկանաք ես գամ ձեր գյուղ ներկայացնեմ ձեր գյուղը, ապա գրեք ինձ, ես մեծ սիրով կայցելեմ ձեզ, իհարկե կամքը ձերն է, կամքը ձերն է, ցանկությունն էլ իմը, ով կա այստեղ, չէ, քեզ չարի, Լիլիթին, սպասի Սուսոն կբացի, հա, ես որ եկել եմ, քանի որ եկել եմ գյուղ, հրաշք, գյուղական ուտելիքները պետք է նկարեմ, հրաշք ծաղիկներ, հրաշք ծաղիկներ, ես էլ եկա այս գեղեցիկ Ծաղկաստանում, Ոյ մալինա, ինչ հյուրասիրություն, ես գյուղում եմ, արդեն գիտեն ում տանն եմ, էլ ուզում եք ասեմ, ուզում եք չասեմ, անուշտոտ այս տունն եմ եկեմ, ինչ են հյուրասիրում, աշնան բերք ու բարիք, պնդուկ, նուշ, խնձոր, են ինչ համով խնձորա, դեղց, կանֆետները չէ, այդ հողամասից չեն հաստատ, բայց դե մի հատ նայեք աշնան մալինա, կոֆեն էլ խմել ենք արդեն, մի քիչ ես ծաղիկներով զմայլվեմ, իշկո սիրուն են, Լիլիթն էլ վազվզում, թռշկոտում, Լիլիթ զգուշ, վերջին բերքը պամիդորի,
Այս ինչ լավ է գյուղը։ Էս դա բիբար։ Ոչինչ։ Փոխանցիկ։ Դուր։ Դդումների տեսականի։ Էս էլ է դդում։ Կաբաշկա, ես է իմացա մաչալկա եմ։ Չվերցրեցի, ես էլ պատիսոնն է, բայց հրաշ ծաղիկները։ Եկել եմ իմ սիրած Ազադեք գյուղը, Անուշ տոտայենց հյուր։ Հյուրը որն է։ Հյուրի կարգավիճակը որն է։ Եկել եմ հերանցս տուն։ Ինչ էլ, էսի սպիտակ ճակնդեղն է, չէ։ Ու, սրա ճավերը թթու են դնում, ես սպիտակ ճակնդեղը էփում ուտում էինք, հենց քողծր էր, ավեսին, գնում եմ դդումները տենալու, խաղելու ժամանակն է, չէ, համով այս դդումը, փափուկ դդումը, սրա սերմերից կտաս ինձ, ես ինչ եմ ուզում, ուր գնում եմ սերմ եմ ուզում, մնաց մի տեղ գնամ փողի սերմ ուզեմ, Ուրա։ Էնա կանաչ անցած։ Ահա։ Էս էլ կանաչ չի, է։ Էս էլ հետաքրքիր կարմրա, ես իմ կարիճնևի շագանակագույն դդումը, տարբեր սորտերի։ Սա էլ փոքրիկ պամիդորներ։ Քաղում են փոքրիկ պամիդորներ։ Լավ է էլի գյուղը։ Շատ։ Դալի թափա, գիզ սար, վայոց սարը։ Այս իմ փոքրիկ։ Լավ պոմիդորներ ունես։ Հա։ Բաճ ասել։ Իհարկե Անուշ տոտա ուճեցրե շատ լավ։ Կարել է ուտել։ Որ ասում եմ եկամ հերանցս տունը, ահա, դե իմ հետ էլ պարտադիր պիտի սենց հավեսին գյուղական բաներ դնել, մանավանդ որ Անուշ տոտաս գիտի, որ ես այս տարի բիբար չունեցա, այո, հաց, գեղեցիկ ծաղիկ, դիզայն, ջրհոր ասիմ, չէ, իսկ սա ինչ է սիրելի հետևորդներ, վայրի տանձը, մենք քրոսիկ ենք ասում, այս տանձը կանաչ ժամանակ ուտել չի լինում, ծառից պետք է քաղես, վերես դնես, այսեն շագանակագույն երանգ ստանում, փափկում է ու ուտում ես, ասեմ սա չորացնում են, փոխինձ են սարքում, շատ համով փոխինձ է լինում ու համեղ կամպոտ, օղի է լինում, ամեն ինչ մի խոսքով և ինքն էլ կարևորը օրգանիկ է ու համեղ, ահա, սա էլ ինչպես միշտ գալիս եմ, Իշքան ուտում խմում եմ, ինչ մեկ է տենա Մանուշ տոտան արդեն տոպրակը լցեց, բիբար մանավանդ գիտի, որ ես այս տարի բիբար չունեմ, ու ես հողամասի բիբարներին կարոտած կլինեմ, բա ինչ բույր, ինչ հոտ, ինչ հավեսին, մսոտ լավ բիբարներ, ապրես Անուշ տոտա, բերք ու բարիքդ էլ ավելի շատանա, այդպես,